ավելի շատ խնդիր կանխատեսում եւ որ ինչին եք ավելի շատ ուշադրություն դարձնելու հաշվառելով նախորդ փորձերը եւ այն ինչ որ նշեցիք։ Տեսեք, արդեն ասեցի, այս փորձառությունը նախ վարչական ռեսուրսի ու Գյումրու դեպքը հաշվի առնելով անհամաչափ իրավապահ մարմինների միջամտությունները, որովհետև կհիշեք Գյումրիում ընդհուպ մինչև նախավերջին օրը ընտրության մենք ունեցանք իրավիճակ, երբ բերման էին ենթարկվում շատ կոպիտ բիրտ ձևով առանց օրենքի ու իրավականության համաչափության տարերի պահպանման ընդհուպ թեկնածուի մերձավոր ազգականները, մի դեպք ունեցանք, երբ կոնկրետ թեկնածուի առաջին համարի հայրը ծնողը որդին բերման ենթարկվեցին 2 օր առաջ ընտրություններից մտան խուզարկություններ իրականացրեցին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների թե գրասենյակներում, թե բնակարաններում աջակիցներ կրկին բերման ենթարկվեցին, այսինքն բավականին մտահոգիչ նախադեպ ունենք ու ինձ համար 21 թվականի արձանագրված ամենաէական խախտման տեսակներից մեկը դա եղել է քվեաթերթիկի ըստ էության գողացումը, այսպես ասեմ, ինչ էին անում, ես ինքս այդպիսի դիպած եմ արձանագրել, հաշվարկի ժամանակ հանձնաժողովի անդամը մեկ այլ ուժի քվեաթերթիկը դրել էր մեկ այլ ուժի տրցակի վրա։ Դրա համար գոնե այն հանգամանքը, որ մենք ֆիզիկապես ներկա ենք գտնվելու հաշվարկի ժամանակ ու վիզուալ վերահսկելու ենք, որպեսզի քաղաքացու քվեն հասնի այն ուժին, որին ինքը տվել է, դա արդեն մեծ աշխատանք է ու կրկին եմ ասում, իմ ֆիզիկական ներկայությունը ու արձանագրումը այդպիսի խախտումի մղիչ ուժ է, որպեսզի այո մշտապես շարունակենք այդ գործունեությունը ծավալել։ Եվ շարունակություն առանձնահատկությունն է այս ընտրությունները հաշվի առնելով այն, որ վաղաշաբաթի իշխանությունների համար շատ կարևոր է, նաև առաքելական երկրի մարշավի համատեքստում այս հաղթանակին շատ ավելի մեծ բաների հետ են կապում, ինչ առանձնահատկություն ունի։ Անկեղծ ասած ես չեմ տարանջատում, բոլոր ընտրություններն իրենց կարևորությամբ առանձնահատուկ են յուրաքանչյուր համայնքի համար, այո, այս ընտրությունները կանխորոշելու են համայնքի բնակչության կյանքի որակը ու ցավոք սրտի, այո, նաև մենք այնպիսի իրականություն ունենք, որ խնդիր ունենք նաև վաղարշաբաթ համայնքը նույնականացնել այլ քաղաքական օրակարգի հետ։ Այնուամենայնիվ ես որպես հիմա քաղաքացի ասեմ, որպես հայ մարդ ու քրիստոնյա էլ ասեմ, ես ուրախ եմ, որ այդ օրակարգը սպասարկում չստացավ, ես այդ համոզմունքն ունեմ ու եթե ընտրական գործընթացին հիմա որպես դիտորդ խոսեմ, այնուամենայնիվ քաղաքական ուժը որոշի էջմիածնում, որովհետև մայրաթոռը հենց էջմիածնում է գտնվում, քաղաքական օրակարգի սպասարկման նպատակով ակտիվ քաղաքական գործընթացներ մեկնարկել, հենց մենք որպես դիտորդ նաև գործունեություն ենք ծավալում այն նպատակով, որպեսզի դրան գնահատական տանք եւ միջազգային կառույցներին հարցնենք, նշեմ, որ նաև ես ԵԱԿ-ի կողմից հավատարմագրված դիտորդ եմ հանդիսանում, անպայման այդ գործընթացների մեկտեղումը, եթե իրենք կրկին փորձեցին զուգակցել ու քաղաքական ազդեցություն ունենալ մայրաթոռի վրա ճնշմամբ եւս իրենց տեխնացուին աջակցելու նպատակով, անպայման արձանագրվելու է եւ ամեն եղանակով փորձ արվելու պատասխանատվության արժանացնել։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր։ Այսինքն իշխանությունների այն պնդումները, որ իրենք Հայաստանում ամենաառքար թափանցիկ ընտրություններն են, մենք փաստերով տեսնում ենք,